ընդդիմադիր գործիչ, դաշնակցական Արթուր Խաչատրյանն է։ Պարոն Խաչատրյան, ավանդական ջահերով երթը այս օրերին ավելի այսպես ցցուն է ցույց տալիս մեր խնդիրները։ Մի կողմում իշխանություններն են, որոնք ասում են, որ ցեղասպանությունը չպիտի դարձնենք առաջնահերթություն, մյուս կողմում հայ ժողովրդի մեծամասնությունը, որոնք նաև հարցումներով ցույց տվեցին, որ պատրաստ չեն հարաբերություններ սկսել պետության հետ, որը չի առերեսվում իր պատմությանը։ Հիմա ինչ պիտի անի հայ ժողովուրդը եւ ինչու են իշխանությունները միտված այս քաղաքականությանը։ Պրագմատիզմ է սա, թե ուրացման փորձ։ Սա իշխանությունների կողմից ուրացման, լպրծուն գոյատևման քաղաքականություն, լպրծուն գոյատևման։ Իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք իշխանության մնալը մեծապես պայմանավորված է Ալիևի եւ Էրդողանի ցանկությունով, չունենալով ներքին աջակցություն։ Իրանք ժողովրդին ինչով են սպառնում, ասում են, եթե հանկարծ իշխանություն փոխվի, պատերազմ կսկսի։ Այսինքն այն մյուս կողմից էլ իրենց գալիս են հաստատելու, ասում են, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանին բացատրել են տալիս, որ իրենց նախընտրելի թեկնածուն, նախընտրելի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն ինքը ստեղ ունենալով խնդրեմ, մեր վրա տղա է բերում։ Եվ որպեսզի իրեն գան օգնեն Ալիևը եւ Էրդողանը, ինքը պետք է դրանց բոլոր պահանջները կատարի։ Սա է, թե Արցախի ուրացումը, թե ցեղասպանության ուրացումը, թե այս վերջի բարբարոսությանը աչք փակելը, ամբողջ մի քաղաքականության մի շղթայի տարբեր օղակներն են։ Ինչ պետք է անի ժողովուրդը, ժողովուրդը պետք է իր իրավունքներին տեր կանգնի, հայտարարի, որ մենք ունենք անժամանցելի եւ անօտարելի իրավունքներ, եւ թույլ չենք տա Փաշինյանին իր իշխանության մնալու համար մեզ տանի դարձնի Ադրբեջանի ստրուկ։ Խաչատրյանից մտավախություն չկա, որ այս իշխանության վերընտրվելու պարագայում, օրինակ հաջորդ տարի թույլ չտան անցկացնել այս միջոցառումը, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների իրենց կողմից ընդունված մոդելը։ Չէ, մտավախություն չի, խորը համոզմունք է, որ եթե հանկարծ այս իշխանությունները վերարտադրվեն, ինչպես հիմա չեն թողում, որ արտասանվի Արցախ բառը, փորձում են Արցախը ջնջել, վաղներ չեն թողի, որ խոսք գնա Արևմտյան Հայաստանի մասին, Սասնա ծռերը միգուցե արգել են, ժողովրդական էպոս կարգեն երկրի հակառակ կողմ, այլ ոչ թե Սասնա ծռերը, չթողեն, որ մարդիկ խոսեն Վանի ինքնապաշտպանության մասին, Զեյթունի մասին։ Սա է, դրա համար էլ եմ ասում, որպեսզի մենք մնանք որպես ազգ, հավատարիմ լինենք մեր էությանը, երկիրը վերականգնելու եւ որպես ազգ մեջ կծռելու հնարավորություն ունենանք, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն, կամ առաջին մաս, կամ Բաքու։ Պարոն Խաչատրյան, հիմա միտումնավոր, թե անգիտությամբ, թե գիտությամբ փորձ է արվում հավասարության նշան դնել Արևմտյան Հայաստան եւ Արևմտյան Ադրբեջան արհեստացին այս տերմինների միջև։ Դուք ինչպես եք գնահատում այս process-ը, հատկապես որ Փաշինյանը բարբերաբար առիթ ունեցել է կրկնել։ Դա ուղղակի թիկունքից հարված է ազգին։ Ինքը ասում է, եթե դուք խոսում եք Արցախ վերադարձի կամ Արցախ եք ասում, իրանք էլ Երևան կասեն, իրանք էլ Արևմտյան Ադրբեջան կասեն, Արևմտյան Ադրբեջան տերմին գոյություն չի ունեցել։ Դա Ալիևի թարախածին երևակայության արդյունք է, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Ալիևի թեզերն է կրկնում, սա է իրականություն։ Չի եղել Արևմտյան Հայաստան, եղել է Հայաստան, իսկ Արևմտյան Հայաստան եզրույթը ստեղծվել առաջացել է դարեր առաջ, երբ Հայաստանը կիսվեց երկու մասի, երբ Հայաստանը դարձավ հզոր ուժերի բախման թատերաբեմ։ Իրոք, իդեպ այսօր Նիկոլ Փաշինյանը այդ նույն քաղաքականությունն է վարում։ Հայաստանը փորձում է դարձնել երկու աշխարհաքաղաքական բևեռների բախման կետ։ Բայց կրկնում եմ, ինքը հասկանում է, որ իր վերարտադրվելու համար անհրաժեշտ է Ալիևի աջակցությունը եւ ամեն ինչ անում է, որպեսզի Ալիևը իրենից գոհ մնա։ Ալիևն էլ է դա շատ լավ հասկանում, թոկը գցել է վիզը, այ հիմա թոկ է գցել վիզը, Արցախը չէր թոկը։ Ձգում է, այնպես որ Նիկոլ Փաշինյանը խուսանավելու տեղ չունենա, բայց միևնույն ժամանակ չխեղդվի, որովհետև դեռ զիջելու բան ունի
Ալիևին։ Եվ Ալիևն էլ է հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հարատև չի, եւ քանի Նիկոլ Փաշինյանը կա, փորձում է առավելագույն զիջումները կորզել։ Պարոն Խաչատրյան, արտաքին քաղաքականության մեջ կարելի է ասել մեր իշխանությունների համար առաջնահերթություն չի ցեղասպանության ճանաչումը։ Դուք ո՞նց եք վերաբերվում դրա մասին եւ ինչպես եք գնահատում։ Այս իշխանության համար արտաքին քաղաքականության եւ ներքին քաղաքականության միակ առաջնահերթությունը վերարտադրվելն է եւ իրենք պատրաստ են ուրանալ եւ դավաճանել ամեն ինչ։ Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը եւ փոխհատուցման պահանջը ցեղասպանության զոհերի համայն հայության իրավունքն է։ Թուրքերը մեզ ենթարկել են ցեղասպանության։ Լավ, գոնե մի հատ ներողություն չխնդրեն, դրանից բացի միջազգային կոնվենցիաներով, միջազգային օրենքի համաձայն ցեղասպանություն գործած պետությունը պարտավոր է երաշխավորել զոհի անվտանգությունը։ Այսինքն ստեղ մենակ պատմական հիշողության խնդիր չի, սերունդներին ինչ որ բան ժառանգելու խնդիրը չի, դա այսօրվա մեր անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն է։ Բայց քանի որ Թուրքիան էլի ասել է նո, քեզ նորմալ պահի, ինքը գնում է դրա ուրացմանը։ Նույնիսկ հանեցին, ուրեմն սահմանային անցման շտամպների վրայից հանեցին Մասիսի նկարը։ Կրկնում եմ, վաղը կարգեր են ընդհանրապես խոսել մեր պատմական հիշողության մասին։ Ստա օղային պահանջի խնդիր չի, սա քո ազգի էության, սա քո ազգային հիշողության եւ քո ազգային անվտանգության խնդիրն է։ Եվ դա սպեկուլյացիա է, կեղծիք է, որ այս իշխանությունները վախեցնում են։ Հենց կան կռիվ կսկսեն Ադրբեջանի հետ, կռիվ կսկսեն Թուրքիայի հետ, կռիվ Ադրբեջանում սկսեց իրենց քաղաքականության, իրենց ձախողումների հետևանքով, որ իրանք Ադրբեջանին պատերազմի առիթ տվեցին։ Իրենց անպատասխանատու հայտարարություններով, այսպես կոչված անվաղ դիրքի հերոսական օպերացիա եւ այդ մանր փոքր դրվագի հերոսացումով Սարդարապատ։ Շնորհակալություն։